Մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը եւ բնականաբար դա նշանակում է, որ վերլուծությունների ժամանակն է։ Բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Եկեք անդրադառնանք նախ եւ առաջ փաստին, որ ինչ որ բան հաստատ եղել է, բայց ասում են, որ դա ապատեղեկատվություն է, գոնե Լավրովը այդպես ասեց հաստատ ուղիղ եթերում հայտարարեց, որ դա բոլորս էլ գիտենք արևմտյան լրատվամիջոցները ինչ կարող են ասել, մենք մնում ենք համաձայն այս հանդիպմանը Բուդապեշտի Թրամփն էլ ինչ որ բան ասաց, որ շարունակվում են ամեն դեպքում աշխատանքները հանդիպմանն ուղղված, բայց օրինակ Վարշավան էլ հայտարարեց Վարշավայի Լեհաստանի արտգործնախարարը, որ իրենք չեն երաշխավորում Պուտինի ինքնաթիռի անցումը Լեհաստանի երկնքով, որովհետև միջազգային դատարանը կարող է կասեցնել ամեն վայրկյան նրա թռիչքը, չնայած օրինակ Բուլղարիան համաձայնվեց եւ այսպես շարունակ։ Տեսեք, եկեք Լավրովին անդրադառնանք, հետո նոր ամերիկյան մամուլին, որտեղ ամերիկյան մամուլում ինձ ուրախացնում է Fox News-ը։ Ինձ շատ ուրախացնում է Fox News-ը, որովհետև ըստ էության իրանց, այսպես ասում, սիրելի տեխնացուին բավականին անհարմար վիճակի մեջ են դնում։ Ուրեմն, Լավրովը այդպես չի ասել։ Լավրովը մի փոքր այլ բան ասեց, Լավրովը դիվանագիտորեն ֆրացրեց, բայց դուք ճիշտ եք ասում, ինչ որ մի բան կա։ Այո, վստահաբար կա։ Ուրեմն ինչի մասին էր Լավրովի խոսքը։ Ըստ էության Լավրովը վերահաստատեց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել։ Ինքը դա ասեց շատ դիվանագիտական ձևով, մենք բարձր չէ հասկացանք, որ Ալյասկայից հետո տապալվեց process-ը, որովհետև այն ինչ որ ձեռք էր բերվել Ալյասկայում կամ ձեռք չէր բերվել, որովհետև ասում էին, որ հանդիպման հետո ճաշը հետաձգվեց կամ չեղարկվեց, Տրամպը վերադարձավ եւ այսպես շարունակեց, լավ չի ավարտվել, հա։ Լավրովը ասեց, որ իբր թե CNN-ները տարածում են, որ Ռուսաստանը խոստացել էր դիրքորոշումը փոխել, բայց Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել, էլի մաքսիմալիստական է մնում, այդ դրա համար ուրեմն հանդիպումը չի կայանում, հա։ Ու ինքը սկսեց վիրավորել CNN-ին, այսպես կպնել եւ այլն, բայց ինչ է ասում։ Ասում է, մեր դիրքորոշումը երբեք էլ չի փոխվել Ալյասկայից հետո։ Այսինքն ինչ որ մենք Ալյասկայում ասել ենք, ընդ որում ինքը ակնարկում է, որ Տրամպը շատ այսպես ասում է գլոբալ հարց առաջ քաշեց, որ պետքա պատերազմը ավարտվի եւ ոչ թե կանգնի, այլ պետքա երկարատև խաղաղության, այսինքն գիտեք ոնց է, այդ իրանց հիմնարար նախապայմաններն է, մենք պատրաստ ենք կանգնել, եթե Ուկրաինան էս չանի, եթե Ուկրաինան չգնա ՆԱՏՕ, եթե գուցե Ուկրաինան չգնա Եվրամիություն, Աստված գիտի, իրանք ասում են իբր թե, բայց Եվրամիություն դեմ չեն, բայց սուտ է, որովհետև վստահաբար իրանց համար դա քաղաքական, իրանց համար դա ստրատեգիական պարտության հաստատում է, եթե Ուկրաինան գնաց Եվրամիություն, մենք բոլորս հասկանում ենք, հա։ Հիմա ասեք։ Ներողություն, Լավրովը բայց նաև ասաց, որ իրենք համաձայն են, որ Թրամփի հետ են իմաստով, որ հենց հիմա պետք է կանգնեցնել պատերազմը այնտեղ, որտեղ է։ Իսկ դա դրան համաձայն է նաև Ուկրաինան։ Չէ, այդպես չասեց Լավրովը։ Չէ, լսեցի ես Լավրովին։ Լավրովը հասկացրեց, որ այստեղ ինչ որ արագ հենց հիմա կանգնելը ու հետո թողնենք, որ պատմությունը մեզ դատի, դա տարբերակ չէ, այսինքն այդպես չի լինում, այսինքն նույնիսկ լրատվամիջոցների տարածած հաղորդագրություններում, այո, որովհետև ես ուղիղ Լավրովին լսեցի, այո, Լավրովը, ես լսեցի Լավրովին, Լավրովը ուրիշ բան է ասում, Լավրովը ասում է, որ մինչև գլոբալ մեր պայմանները չկատարեք, այսինքն Ուկրաինան մեր ազդեցության տակ չթողնեք, որը այն կարմիր գիծն է Թրամփի համար, հետաքրքրական է, կարմիր գիծա Թրամփի համար, որովհետև Թրամփը պատրաստ է տերիտորիա տա Ուկրաինայից, պատրաստ է սխմի Զելենսկին, ասենք չգիտեմ, ամբողջ ռուսախոս Եվրոպացիները նույնիսկ ասացին մտավախություն ունեն, որ Թրամփը նորից կգնա հանդիպման ու նորից կուլ կգնա Պուտին, այո, դե տեսեք, հենց այդ է խնդիրը, տեսեք, հիմա հետաքրքրական բան է կատարվում։ Պատրաստ է, եւ ասեմ, ինքը պատրաստ է հանձնել բոլոր ռուսախոս հողերը Ուկրաինայի, որովհետեւ Ամերիկայի համար դա ոչ միայն պրինցիպիալ չի, այլ նաև ենթադրում եմ, որ ուրեմն ժամանակին Բրեժինսկին ինչ էր ասում, որ Ուկրաինայի արևելյան շրջաններից պետք է ազատվել, որովհետև այնտեղի ռուսախոս բնակչությունը պարբերաբար բերում էր ռուսամետ նախագահներ էր ընտրում, այսինքն միշտ ազգային ժողովում ռուսամետ ուժեր էին ներկա լինում, հա։
Հետևաբար Ամերիկայի պարագայում Ամերիկան չի մտածում Ուկրաինայի հողերի մասին, հատկապես այն հողերի մասին, որը բնակեցված են ռուսախոսներով, այսպես ասենք, որտեղ շատերը ռուսներ չեն, ուկրաինացիներ են, բայց քարոզչության արդյունքում ուղիները լվացվել է, հա։ Բայց հետաքրքրական մի բան, որ իրականում, երբ որ լսում ես որոշ մանրամասներ, պարզվում է, որ այսօր նույն այդ ռուսական տարածքներում բազմաթիվ են տեղեր կա բացարձակ մեծամասնություն էլ Ուկրաինային սատարողները եւ նրանց հանդեպ այլանդակ բռնաճնշումներ ա գրում, այլանդակ բռնաբարություններ, տանջանքներ, դուք չեք պատկերացնի։ Հատուկ մարդիկ են վարձում ռուսները, որ փող են վճարում, ծեծում են, վախացնում են, հետո փող են վճարում, ասում են դուք պետք է բացահայտես ով է Ուկրաինային սատարում ամենօրը։ Չեչենները ման են գալի, սիրուն աղջիկ են տեսնում, տանում բռնաբարում են, աղջիկներ կան չեն վերադառնում այլևս։ Դուք չեք պատկերացնի ինչ այլանդակություն է կատարվում այն տարածքներում, որտեղ ռուսները հիմա օկուպացրել են եւ տիրապետության տակ են, այո։ Դա այլանդակություն է ուղղակի։ Եվ այս իրավիճակում, այո, հարցը հետևյալն է, որ Տրամպը այս մասով ինքը այդքան հետաքրքրված չի։ Իրան պետք է արագ Պուտինին պոկել Սի Ցզինպինից, իբր թե բերել իր դաշտը։ Տեսեք, գիտեք, չէ՞ թունելի պատմությունը, որ Կիրիլ Դմիտրիևկա մի հատ, եթե չեմ սխալվում, նոր կուտ են Տրամպի համար գտել, Ալյասկայից, Չուկոտկայից մինչև Ալյասկա թունել են ուզում սարքել։ Իսկ ցնդելու բանը, ինչու պրոյեկտներ են առաջ քաշում, որպեսզի Վիտկոֆներին տենց բանի, տենց ոգևորեն եւ այլն, մտածելով, որ այս կողմը այնքան պրիմիտիվ է, որ պետք է ինչ-որ թունելի վրա բանանի։ Չէ, Ամերիկան իր շահը ունի ու ցավոք սրտի պետք է հասկանալ, որ այդ շահը ամբողջապես չի համընկնում ուկրաինացիների շահի հետ այս պարագայում, բայց գլխավոր շահը, գլխավոր մի բանը ես հուսով եմ եւ կարծում եմ, որ համընկնում է դա սուվերեն Ուկրաինայի սուվերենությունը պահպանելն է եւ երբևիցե Կրեմլի ազդեցության տակ չթողնելն է։ Երկրորդ մասում կշարունակենք։ Որովհետեւ գնալու են գովազդի։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը եւ դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի եւ ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով։ Իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի տրենդի մեջ։ Մեր տաղավարում Արմեն Չիբուխչյանն է եւ քանի որ ի վերջո խոսք գնաց դեպի Չինաստան կապերի մասին Միացյալ Նահանգների կամ արդյոք կլինեն կապերը թե ոչ մոտավորապես հիշեցնեմ մեկ անգամ էլ որ Թրամփը հայտարարեց որ հունվարի սկզբին կգնա Չինաստան ինձ հրավիրել եւ ես պետք է որ գնամ եթե հանդիպումը Կորեայում հաջող ավարտվի այս հոկտեմբերի վերջին էլ բայց այստեղ կարևոր բան կա մենք ավարտենք թեման որտեվ այս մեզ համար ամենագլխավոր խնդիրն է տեսեք Գազայում էլ ամեն ինչ ստաբիլ չի մինչեւ Ուկրաինայի պատերազմը չկարգավորվի ընդ որում հստակ անվտանգության երաշխիքներով ոչ Հայաստանում է հանգիստ լինելու ոչ Գազայում է հանգիստ լինելու ոչ միտեղ հանգիստ չի լինելու Ալիևի հայտարարությունը այսօրվա մի քիչ ավելի հանգիստ լինելու մասին որ պահի ցորենի տեղափոխման դա մի քիչ ուրիշ պատմություն է դա ուրիշ բանի մասին է դա ասեմ ձեզ դա ոչի դա Ալիևի խաղն է շատ խորամանկ խաղում ինքը ուզում է ցույց տա որ տեսեք ես ասենք արդեն բացել եմ ես արդեն եւ այլն ինքը միջազգային հարության հետ խաղում է իդեպ թեմայից ուղղակի շատ չեմ ուզում շատ Ալիևը շատ լուրջ համաձայնություն ա ձեռք բերել Թրամփի հետ որպեսզի Պակիստանի Ինդոնեզիայի այնտեղ մի երկու արաբական երկրներ որոնք էական չեն իրանք զորքի տեսանկյունից շատ թույլ են ինքնա Գազայում ադրբեջանական զորքերն են պահելու խաղաղությունը
դուք ուղղակի չեք պատկերացնում դա ինչ խաղ է եւ եթե Ալիևը մտավ այնտեղ ու սկսեց այդպիսի դեր խաղալ, իսկ մենք հասկանում ենք, որ Ալիևը աշխատելու է Իսրայելի եւ նաեւ Միացյալ Նահանգների համար այնտեղ։ Իսկ դա շատ կարեւոր է, որտեղ այնտեղ գնալու է Գազայի դեռ երկար պետք է Համասի մնացորդներից ազատվեն։ Եթե այդ պլանը իրականացվի եւ ադրբեջանական զորքը մտնի Գազա, դա Ալիևի համար ուղիղ բացելու է ամերիկյան եւ իսրայելական ամենաառաջատար զենքերի հնարավորությունը, նաև բրիտանական։ Իսկ Հայաստանը այդ առումով կաշկանդված է, որտեղ շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի անդամ։ Մինչև օֆիցիալ դուրս չգա, Հայաստանի ոչ մեկ առաջատար զենք չի վաճառելու։ Ալիևը շատ լավ իր նպատակին գնում է, այդ մենք ենք տենց արխային ընկած մտածում ենք, դե ինչ է Ալիևն է փոփոշ։ Ասում եմ, որ մեր կողմում ոչ ոք լուրջ չի մտածում։ Ես ես ասում Ալիևը լուրջ խաղի մեջ է մտել, ես չգիտեմ ինչ են հասկանում, ինչ չեն հասկանում։ Ես ինչ տեսնում, իրանք հասկանում են, բայց վախենում են գլոբալ քայլեր անելուց։ Ալիևը վախ չունի, որտեղ ոչ կապված է ԵԱՏՄ-ով, ոչ կապված է ԱՊ-ով, ոչ տնտեսությունն է այդպես կախված Ռուսաստանից։ Ռուսաստանի հետ կապ ունի ռազմավարական գործընկերություն։ Բայց այդքան կախվածություն չունի Ռուսաստանից։ Ալիևը ի սկզբանե 90-ականներից դիվերսիֆիկացրել է երկրի տնտեսությունը, այնտեղ British Petroleum-ներով, ֆրանսիական ընկերություններով, ով ասես կա այնտեղ հիմա Ադրբեջանում։ Դրա համար ինքը չի վախենում։ Դրա համար կարողանում է Պուտինի հետ այդպես վարվի ու խոսա։ Այո, որոշակի կախվածություն կա ինչ որ ադրբեջանական բիզնեսմենների եւ այլն էս կողմը, բայց տեսակ վերջերս մեկին բռնեց իր 1000 տարվա նախագահական ձերբակալեց, որպեսզի ասում են ռուսական ազդեցության ներկա, որպեսզի այդ թևը ավելի թուլացնի։ Դրա համար այստեղ մենք պետք է հասկանանք, որ Ալիևը շատ ավելի լուրջ խաղի մեջ է մտնել եւ այս խաղը երկարաժամկետ իմաստով եւ կարճաժամկետ եւ միջնաժամկետ մեզ համար շատ վտանգավոր կարող է լինել։ Դա մի կողմ, ես ուղղակի ավարտեմ թեման, դա շատ կարեւոր է։ Ուրեմն տեսեք, ինչ եզրակացություն կարող ենք գալ։ Ըստ էության Լավրովը ասաց, որ երբ որ ինքը ասում է, որ գիտեք, ասում է, այդ որ ասում են թողնենք պատմությունը կդատի, Լավրովը ուղղակի կպավ Տրամպին, որտեվ Տրամպը ասաց, դադարեցնում եք գծով, երկուսդ էլ հաղթում է, հայտարարում եք ձեզ հաղթող, պատմություն, հասկացաք, այսինքն այո, Լավրովը կպավ Տրամպին այսօր եւ ձեր ասած, որ այդտեղ ինչ որ մի բան կա, ասում առանց ծուխ առանց կրակ ծուխ չի լինում, առանց ծուխ կրակ, թե առանց կրակ ծուխ, մի խոսքով չի լինում, այստեղ այդ տարբերակն է։ Fox News-ը այսօր տալիս է, որ եւ ես ապշած եմ, որ Fox News-ն է տալի, որ Պուտինը խաղ է անում Տրամպի հետ։ Տրուպինը մանիպուլյացիոն, այո, եւ սա շատ, ասում եմ, Տրամպը այսօր խոսած ինքն էլ ասեց, որ ես կարծում եմ, որ Զելենսկին էլ է ուզում այսօր խոսում էր Մամդանիի մասին, ուրեմն Ավստրալիայի մասին, որը շատ հետաքրքիր է եւ ուրեմն կարեւոր է այդ հազվագյուտ մետաղների հետ կապված սա իր ամենավերջի ամենակարևոր զարգացումներից է։ Համաձայնագիրը կնքվեց։ Այո, կարծես կնքվեց եւ արդեն եւ ավելին ասեմ ձեզ, գումարն էլ ավելացվեց, նախնականը որ նախատեսված է եղել 1 միլիարդ պետքա դնեն յուրաքանչյուրը, կես տարվա մեջ հիմա դարձավ 3 միլիարդ, 8.5 միլիարդի պայմանագիրը ընդհանուր առմամբ, այո, սա Չինաստանի Սի Ցզինպինի հետ հանդիպումից առաջ քայլ էր։ Մի խոսքով, հիմա ինչ է կատարվում։ Մեծ հաշվով ուրեմն պետք է հասկանալ մի կարևորագույն բան։ Տեսեք, Զելենսկին շատ գրագետ խաղ է տանում, ասում է դե նախագահ Տրամպը, քանի որ կարողացել է Գազայում անի, արդեն ինքը խոսում է խաղաղությունից, ցույց տալով, որ դե եթե կարող ես, ուրեմն խնդրեմ չկա, մենք ոչ մի բան չունենք անելու։ Նախագահ Տրամպին համոզել է Զելենսկին, որտեղ այդ խոսքում կա, չէ, արտահոսք կա, որ ծանր վեճեր ա եղել, ասել է կամ ասում են անգամ ոչ միայն համոզել է, այլ նաև այնտեղ նախագահ Տրամպը երբ որ սկսել է գորգրալ եւ ուրեմն այսպես քարտեզները նետել այս կոմանկում, կա տեսակետ կամ արտահոսք կա նաև, որ Զելենսկին ոչ միայն չի ուրեմն խեղճացել, այլ նաև պատասխան է տվել եւ նաև Զելենսկին հետո Վիտկոֆին պատասխանեց մի երկու բառով բացատրելով, ակնարկելով, որ Վիտկոֆը ինչ որ կրեմլյան նարատիվներ է տարածում եւ այլն, բայց ի վերջո հանդիպման արդյունքում եղել այն, որ որոշում է կայացել եւ ընդհանրում այստեղ Ռուբիոն էլ դերակատարում ունի, որ պետքա կանգնեցվի այդ գծով եւ հետո տարածքների հետ կապված ինչ որ կլինի անվտանգության երաշխիքներով բանակցվի Պուտինի հետ, որը Պուտինին ձեռնտու չի, որտեղ հենց ինքը կանգնացրեց պատերազմը, հետո ինքը վերսկսեց պատերազմը, իր համար հետևանքները ավելի ծանր են լինելու։ Դրա համար եվրոպացիները միացան Զելենսկին, ամուր պաշտպանեցին եւ ըստ էության Տրամպին դրեցին անհարմար վիճակի մեջ, որ ասել ես
Մենք քո կողմից ենք իրականում հասկանալով թե իրականում հասկանալով որ Տրամպը կողմա, որոշ տարածքների էլ այսպես Դոնեցկից կամ Դոնեցկի ամբողջ շրջանը տալուն էլ կողմ եւ այլ այսպես շարունակ այնքան որ կանգնեցնի պատերազմը իր համար ընդունելի հատվածով Ուկրաինային այսպես անկախացնի, մնացած հատվածը ինքը պատրաստ է զիջի Պուտինի դեմքը փրկելու համար եւ որպեսզի Պուտինին կարողանա իբր փոկի Սի Ցզինպինից, ամեն երկիր ինքը պիտի որոշի իր տարածքները եւ այո, եւ նաև Եվրոպան ինչ հայտարարեց, ասեց, եթե մենք գնում ենք ուժով տարածքներ փոխելու ճանապարհով, դա սարսափելի է, դա շատ բան է։ Հիմա, բայց լավ է այնա, որ ըստ էության հանդիպումը ինչի չի կայանում, ինչի պայմանավորություն չկա։ Ռուբիոյի եւ Լավրովի հեռախոսազրույցներից հետո Լավրովը ասեց դետալային քննարկում ենք ունեցել եւ շարունակ պայմանավորեն էլի պետք է ունենան։ Ենթադրաբար առաջի հեռախոսազրույցից հետո Ռուբիոն հասկացել է, որ ռուսները նորից խաղեր են տալիս եւ մի փոքր պաուզա է վերցրել։ Երկրորդ կամ գուցե երրորդ հեռախոսազրույցից հետո ուրեմն պարզ կլինի արդեն այդ հանդիպումը կայանա թե չէ։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ Fox News-ը նաև ասում է, որ Պուտինը ժամանակ է գնում։ Դե իրանք այդպես են անում, այդպես է անգլերենով մտածելակերպը, ժամանակ է առնում, ժամանակ է գնում Պուտինը, որպեսզի տոմոհավքները չգնան Ուկրաինա եւ ոչ միայն տոմոհավքները, այլ պատժամիջոցները, գիտեք, հենց հիմա կոնգրեսում, սենատում պատժամիջոցներ են քննարկվում։ Այո։ Հետևաբար Պուտինը ուղղակի խաղեր է տալիս, փորձում է ձգձգել, իսկ ես նաև համոզված եմ, որ Պուտինը սпасելու է փորձում է ձգձգել, հասկանալ, տեսնի կարող է ձգել մինչև Սի Ցզինպին Տրամփ հանդիպումը, որտեղ իր համար դա շատ կարևոր է։ Ով է հաղթած դուրս գալու այդ հանդիպումից, հա, որովհետև ըստ էության Պուտինը դարձել է պրոքսի չինական, եւ ինքը ուզում է տեսնի ով է ուժեղ արդեն, որ տեսնի արժի սրա դեմ գնալ, թե նրա դեմ գնալ, թե եւ այլն այսպես շարունակ, հա։ Դա համար ինքը հասկանում է իրավիճակի ծանրությունը, բայց մի բան այդուամենայնիվ պետք է ասեմ։ Այս անգամ ի տարբերություն նախորդ անգամվա, այդուամենայնիվ ես ենթադրում եմ, որ ինչ որ պայմանավորվածություն Թրամփի ու Պուտինի մեջ կարող է լինել, որովհետև Ուկրաինայի այստեղ ի վնասի հարց չի, այսինքն նկատի ունեմ Պուտինը ինչ որ բան այդուամենայնիվ անձնական զրույցում գուցե ակնարկել է, որ պատրաստ է զիջել այս իմաստով, ոչ թե ի վնաս Ուկրաինայի, որտեղ այստեղ բարդ բանակցությունները այդ շատ հարաբերական է։ Դրա համար ելի եմ ասում Ուկրաինան տարածքներ է կորցնում, այդուամենայնիվ այդ պարագայում տարածք ոչ մեկ էլ չի սիրում կորցնի, ելի ենք ասում այդ իրավիճակում, այո, բնականաբար եթե տենց ենք նայում, Ուկրաինան անգամ այս իրավիճակում ահագին տարածք է կորցնում, ասենք եւ այլն։ Ինքը չի ուզենա լրիվ 91 թվականով վերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Այո, Ուկրաինայի համար իդեալական կլներ, որ Տրամփը պնդեր եւ այնպես անենքան զենք ու զինամթերք տային, որ կարողանար Ուկրաինան հետ վերցնել իր տարածքները, հա։ Եվ այս իրավիճակում տեսեք, այսպիսի մի բան, ես չեմ շտապի ասել հիմա, նման է, որ տապալվում, հա, որտեվ ես անձամբ ինքս թերահավատ եմ, որ Պուտինը կկարողանա Սի Ցզինպինի գլխից թռնել, որտեվ հասկանել է, որ Սի Ցզինպինին պետք է շարունակություն, հատկապես ինքը նոր սկսել Ամերիկայի դեմ, տեսնում ենք ինչ հարվածներ է սկսել, եւ իրան պետք է որ Պուտինը շարունակի սա, հետեւաբար, որտեվ ինքը չի դժում ըստ էության, դրա համար տեսնենք, հասկանանք, տեսնենք ինչպես են զարգացումները գնում, այո, տապալմանը հավանականությունը մեծ է, որովհետեւ այն ինչ որ առաջարկելու է Միացյալ Նահանգները եւ եվրոպական երկրները, որտեղ եվրոպական երկրները շատ այսպես հետաքրքիր ձևով վերահսկում են Տրամփին, փորձում են Տրամփը շատ սահմաններ չանցնի, իրանց շահերն հաշվի առնի։ Բայց եկեք նկատի ունենանք նաև, որ Թրամփը այսօր հայտարարել, այսօր կամ 3 հայտարարել է, որ 8-րդ երկու երկրների միջև 8 դեպքում խաղաղություն է հաստատել ինքը եւ շատ շուտով 9-րդն է։ Այո, հենց այդ եմ ասում, ինչ որ տեսեք, Տրամփը շատ լավ հասկանում է գինը։ Ուրեմն ինքը այդ խոսույթը հետո կամ պետքա անմիջապես ուղարկեն ինչ որ պետքա Ուկրաինային, որպեսզի Պուտինի եւ ընդունի պատժը։ Որտեւ այսօր Մոդիի հետ էլ էր խոսել եւ Մոդի եւ շատ լավ արտահայտվեց Մոդիի մասին, հնդիկ լրագրող էր հարց տալի եւ ասեց, որ էլի պայմանավորվել են, որ ռուսական նավթը պետքա չգնի։ Տեսեք, շատ բարդ խաղ է գնում։ Այդուամենայնիվ ես կարծում եմ, որ ինչ որ բան այս անգամ գուցե կատարվում է, չշտապենք։ Ես թերահավատ եմ, որ բունկերայինը այս իրավիճակը, որտեվ ասում ես չեմ տեսնում որևէ սցենար, որի դեպքում Ռուսաստանը
վերահսկողություն կհաստատի Ուկրաինայի նկատմամբ, քաղաքական, ռազմական։ Իսկ դա արդեն բունկերայինի համար տոտալ պարտություն է, տոտալ։ Դրա համար տարածքը մի կողմ, այո, տարածքը արդեն Ուկրաինայի ներսում ուկրաինացիների համարացավոտ որ գործնում են եւ այլն մարդիկ, դա այո, բայց գլոբալ ես չեմ տեսնում որևէ սցենարի եւ հետեւաբար այն սցենարի դեպքում, երբ որ Պուտինը ընդունում է որ Ուկրաինան մնում է անկախ, ինքը ընդունում է իր պարտությունը։ Որ տեսնենք հասկանանք, երբ է Էփֆելու բունկերայինը հասնելու այդ կոնդիցիայի։ Ստիպված ենք սահմանափակվելով այսօր, վաղը հնարավոր է։ Հետևենք զարգացումներին, այո, օրորի զարգացումներ են գալիս։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն նաև ձեզ եւ ցտեսություն հարգելի հեռուստադիտողներ։ Հաջողություն։